Եկեք բռնեք։ Ես առաջարկել եմ ազգային ժողովուրդ։ Փոխարեն այստեղ որ նստած են իրանց բռնեք, ոչ թե ժողովուրդը նստացրեք։ Համոթա, նամուս ունեցեք, հայ տղամարդիկ եք։ Բայց որ հիմա շալվարները իջատես լրիվ կրծված են։ Ինչու ես փակում։ Հենց հիմա թող լսեն։ Բովանդակային բան ասեք։ Ոչինչ, լավ եմ անում։ Սրտից եմ խոսում։ Ինչքան ժամանակ եք այստեղ մնալու։ Միջև էջ տենամ ինչ պետք անեն, պետքա տանեն, թող տանեն։ Տանեն, այսքան ժողովուրդին կտանեն, 1000 հոգի, 1000 տեղ չի, դե թող տանեն։ 3 միլիոնը կտանեն, որտեղ պետքա դնեն։ Այն 300,000-ի համար են, մեզ տանում են, որ են 300,000-ը նգան նստի, վայրի Հայաստանը։ Դրա համար են այսօր եկել ստեղ։ Համոթա, հայ եք դուք, բոլորդ հայ եք, այդքան լավ պաշտպանող եք, եկեք իմ հայրենիքը պաշտպանեք, որ այսօրվա օրով ես տեղ չլինեի, ալիմ տանը լինեի։ Համոթա, նամուս ունեցեք։ Մի հատ էլ ասում է Ղարաբաղցիներ կան լիքընդեղ, առկերել եք դուք, ոչ մի Ղարաբաղցի չի գնա դեր նման կագնին տեղ։ Դե գնացեք ու լսեք բոլորդ, դե թող տանեն, տենան ոնց կտանեն։ Մի քիչ հետո կխոսեմ, լավ կխոսեմ։ 100 հատ եկեղեցի ու վանքեր եք թողել Ղարաբաղում, այսօր եկել եք ստեղ թուրքին եք պաշտպանում։ Համոթա, բա որ վաղը 300,000-ը կան, գալու եք հալիները պրեք ոտների տակը, մեզ էլ այսեց աչու անեք, համոթա, գետինը մտեք, տղամարդիկ եք դուք։ Եկեղեցին ա մնացել մերը, մինակ եկեղեցին, էդ էլ տարեք կորցրեք, տենամ հետո ինչ պետք, մսկիտներ սարքեք, են ոչխարը գնացել ա, մտել ա, ոտերը հադել ա, մտել ա ժիպիտով, իսկ ստեղ վախում ա գա։ Եկեք բռնեք։ Ճիշտ է, բա ինչի Հայաստանի Հանրապետությանը չեք ծառայում, այլ ինչ